2017 թվին ենք հիմնել ֆեդերացիան, սկզբից մասնակիցները սակավաթիվ էին, բայց ինչպես հիմա տեսնում ենք, մենք այսօր ունենք մոտ 110 մասնակից, եւ նաեւ նշեմ, որ մեր մրցումները 2017 թվականից անցկացնում ենք Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ։ Մեզ մոտ հավասարաչափ ունենք մասնակից եւ Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայից եւ մեր ֆեդերացիայից բաց առաջնություն մասնակից, բայց ոնց որ այս մասնակիցները ճիշտ է ֆեդերացիաները օֆիցիալ առանձին են, բայց բոլորը մերն են, էլի, այտենց ոնց որ օֆիցիալ մասը դիպլոմները առանձին է տրվում, բայց ոնց որ բոլորը մեր մարզիկներն են, մենք մեծ հաշվով տարբերություն չենք դնում մարզիկների միջեւ։ Հաշմանդամային սպորտի այդ բացը զարգացված չէր Հայաստանում, տեսնելով ես ինքս բասկամարտ սպորտաձևով զբաղվելով, տեսնելով որ բաց կա, տեսնելով որ ամբողջ Հայաստանը միակ մարզիկն է ներկայացնելու, այն ժամանակվանից այդ մտահղացումը առաջացել էր եւ Հաշմանդամային սպորտի մեր ֆեդերացիան զբաղվում է ոչ միայն բասկամարտով, նաեւ պարածանրամարտով, պարաատլետիկայով, մի քանի սպորտաձևեր ենք զարգացնում Հայաստանում եւ 2017 թվականից մինչ հիմա մենք Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի հետ համատեղ անց ենք կացնում Սեխմում հենարանից Հայաստանի առաջնությունը եւ ամեն տարի եւ մարզիկների քանակային առումով շատանում են մարզիկները եւ որակն է շատանում եւ արդեն ունենք մարզիկներ, որ գնում ենք Եվրոպա եւ աշխարհ ենք ներկայացնում եւ այդ տարիների այդ աշխատանքն է, որ այսօր մենք տեսնում ենք